Արդեն 2 ամիս է տարբեր լրատվամիջոցներում տված իմ հարցազրույցներում, անգամ 3 ամիս, ես նշում եմ, որ Հայաստանում ընտրություններ անցկացվելու են մոլդովական սցենարով։ Քանի որ Եվրոմիությանը հաջողվեց Մոլդովայում այդ սցենարը իրականացնել, այսպես ասենք, կամ մոլդովական սցենարը կամ մոլդովական մեթոդով եւ այնտեղ ապահովել իր համար ցանկալի իշխանություն, բնականաբար նույնը իրականացվել է Հայաստանում։ Սա կմահաճույք չէ։ Սա Եվրոմիության ղեկավարության գլոբալիստների, ինչպես նրանց միացած նաև Բրիտանիայի, որը Եվրոմիության անդամ չէ, սակայն նույն ծրագիրն է իրականացնում, նրանց հետ նաև դաշնակցած Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել եւ այլն, իհարկե սրանք դաշնակիցներ են, բայց ամեն դեպքում Եվրոմիության ղեկավար կազմը, գլոբալիստները եւ Բրիտանիան, պես Ռումինիան թույլ չտվեցին, որպեսզի նախագահական ընտրություններում առաջին փուլից հետո տեղի ունենա երկրորդ փուլ, որի արդյունքում շատ հավանական է կհաղթեր արևմտամետ, սակայն ոչ գլոբալիստ տեխնացուն, նույն անցյալ տարվա դեկտեմբերին դա տեղ ունեցավ։ Երկրորդը Մոլդովայում դրանք անցկացրեցին մի այդպիսի ընտրություն, երբ որ սոցիոլոգիական բոլոր հարցումներով Մայա Սանդուին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին աջակցող կուսակցությունը կամ փաստացի կողմից ղեկավարվող կուսակցությունը միջև ընտրություններ ուներ 31 թե 32%, մոտավորապես 31-32%, սակայն տարատեսակ ոչ ազնիվ տեխնոլոգիաների միջոցով թույլ լցնելով, դրսից բերելով անոր բան 120,000 ձայն, թույլ չտալով Ռուսաստանում եւ Մեծդնեստրի քաղաքացիներին քվեարկել, ինչպես նաեւ հանելով ընտրական գործընթացից բազմաթիվ կուսակցությունների, նրան վերջնական արդյունքով խորհրդարանում ապահովեցին 58%։ Սա կոչվեց մոլդովական տարբերակ սեպտեմբերին, որտեղ ունեցավ մոլդովական մեթոդ կամ մոլդովական սցենար։ Ինչ է դրա էությունը։ Ոչ ազնիվ տեխնոլոգիաներով իշխող քաղաքական ուժի համար ապահովել պարլամենտում մեծամասնություն։ Հիմա ռուսական կողմը նույնպես իհարկե այնտեղ փորձեց ինչ որ իր համար ցանկալի իշխանություն ձևավորել, տապալվեց։ Ուղղակի տապալվեց։ Հիմա նույնը բնականաբար կայանելու է Հայաստանում։ Հայաստանի իշխանությունները ինչ են խնդրել, բնականաբար խնդրել են, որ այդ նույն տեխնոլոգիաներ կիրառեն Հայաստանում, որպեսզի ԿՊ-ն մնա իշխանություն։ Ումից են իրանք վախենում այսպես կոչված հիբրիդային պատասխան չեն տալի, բայց դա հասկանալի է, որ Ռուսաստանի դաշտությունը, որտեղ Մոլդովան Ռուսաստանի դաշտությունն էր, որը հակամարտության մեջ էր մտել Եվրոմիության գլոբալիստների հետ։ Բնականաբար Հայաստանում, չգիտեմ, ոչ Հնդկաստանը, ոչ էլ Ուզբեկստանը հակամարտության մեջ չէր մտել Եվրոմիության հետ Հայաստան ցանկալի իշխանություն ձևավորելու համար, կամ Թուրքիան, նրանք դաշնակիցներ են, Թուրքիա, Եվրոմիություն եւ այլն։ Դրա համար այստեղ հիբրիդային վտանգը բնական է, չեն տալիս, բայց դա հասկացում են, որ դա Ռուսաստանն է։ Եվ խնդրում են մոլդովական տարբերակ, այսինքն ցույց տալ իրենց, թե ինչ մեթոդներով է հնարավոր Հայաստանում պահպանել իշխող քաղաքական ուժը, որտեղ են բոլոր հեքիաթները, որոնք արդեն լսում ենք, թե իշխող քաղաքական ուժը 15% ունի, 20% ունի, 16% ունի, հասկանում եք, մոլդովական տարբերակի դեպքում կապ չունի դու ինչքան տոկոս ունես։ Ինքը հիմնված չի ազնիվ արդար ընտրություններով իշխանությունների ձևավորման վրա, ինքը հիմնված է տարբեր տեսակի ընտրական տեխնոլոգիաների կիրառման, արգելքների միջոցով իշխող քաղաքական ուժին մեծամասնություն պահպանել պարլամենտում, անկախ դրանից, թե ինքը քանի տոկոս ունի։ Եվ այդ մեթոդն էլ աշխատելու է, եթե ընդդիմությունը իր խաղի կանոնները չփոխեց, այլ մտավ այդ խաղի մեջ, մոլդովական սցենարի մեջ, ինքը պարտվել է, որտեղ մոլդովական սցենարը չի ենթադրում ուրիշ ավարտ, բացի սցենարիստների կողմից մշակված իրենց նպատակից։ Այսինքն Եվրամիությունը բացի հայտարարում է, որ դիմելու է ցանկացած տեխնոլոգիայի, որպեսզի օգնի Հայաստանի իշխանություններին։ Այո։ Բացեբաց ասում եմ, մենք ձեր երկրում անցկացնել ենք բոլոր տեսակի հնարավոր մեթոդներով, իշխող ԿՊ-ին պահելու ենք, որտեղ իշխող ԿՊ-ն դա հակառուսական գործընթաց իրականացնում, որը մեզ ձեռք է տալիս։ Եվ մենք պաշտպանելու ենք այս իշխող քաղաքական թիմին, որտեղ այս իշխող քաղաքական թիմը հեծը վերցրեց, որը կանցնի արևմտյան ինչ որ մի ընկերության, թուրքական, ֆրանսիական, անգլիական կարևոր չի բանը տարեմտյան կանցնի, այստեղից դուրս է բերում Ռուսաստանի սահմանապարներին, հարաբերությունները ծառացած Ռուսաստանի հետ, իսկ Արցախի հարցը փակվել է, որտեղ ուրիշ ուժ գալու դեպքում այս ամեն ինչը կարող է ետ պատտվի, այսինքն այն ամբողջ ջանքը, որ դրել է Եվրոմիության գլոբալիստները 2018 թվականից հետո Արցախի հարցը փակել, ցեղասպանության հարցը մոռացության տալ, այնտեղ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, ինչ որ մի հատ ուժ գալիս է, կարող է դա ամեն ինչ վերականգնել։ Բնականաբար Եվրոմիությունը դա հոթուլ չի տալիս։
կողմից։ Եվ հիմա ընդդիմությունը երկու ընտրություն ունի։ Կամ ինքը մտնում է մոլդովական սցենարի մեջ այն հույսով, որ ինքը պետք է ներսից խաղի կանոն փոխի, ինչը բացառվում է, այսինքն ինքը ի սկզբանե հասկանում է, որ մտելով այդ մոլդովական խաղի մեջ, ուրեմն ինքը մնալու է լավագույն դեպքում ընդդիմություն, կապ չունի որ քաղաքական ուժը, կամ ինքը ուրիշ, ուրեմն այսպես ասենք, դաշնակից է գտնում, իսկ տվյալ պահին մեկ դաշնակիցը իր ընդդիմության համար, որը խիստ դեմ է գլոբալիստական ծրագրերին Հայաստանի իրականացմանը, այս պայմանությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին հերթին, երկրորդ հերթին նոր Ռուսաստանը, եւ դաշնակցելով իրանց հետ, ինքը իր խաղի կանոններն է առաջ մղում եւ հաղթանակ է տանում, դառնում է ձևավորում է իշխանություն։ Այսինքն ընդդիմությունը դրության առաջ է կանգնած։ Այսինքն ինչպես իշխանությունն է դիմել արտաքին աջակցության, այնպես էլ պետք է ընդդիմությունը սկսի արտաքին աջակցության որոնումները, ընտրտուքները։ Որտեղ ինքը չի կարող Եվրոմիության այդ կոնգլոմերատի դեմ պայքարել, երբ որ ասում ենք Եվրոմիություն, նկատի ունենք ոչ միայն Եվրոմիության ղեկավարությունը, այդտեղ Ֆրանսիան է, այդտեղ Գերմանիան է, այդտեղ Բրիտանիան է, այդտեղ ուրեմն Թուրքիան է, նաև ասելով Թուրքիա հասկանում ենք Ադրբեջան, նաև Իսրայել, այսինքն այս ամբողջ գումարած Միացյալ Նահանգները ինչ որ չափով, այսինքն այս ամբողջ արևմտյան կոնգլոմերատի դեմ ընդդիմությունը մենակ կարող է պայքարել, իհարկե ոչ։ Պարոն Բադարյան, հետաքրքիր է, իսկ ինչու իշխանությունը որոշեց դիմել այդ աջակցությանը, չուներ իրան աջակցող զանգվածի քվեները։ Ամիսներ շարունակ իշխանությունը վստահ է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ինքը տանելու է համոզիչ հաղթանակ։ Դա ինչ ասի, իշխանությունը ասի մենք 2026 թվականներին ջախջախիչ պարտություն ենք կրելու։ Այսինքն թույլ է իր դիրքերը։ Չէ, հասկանալի է, որ ինքը չունի այն վարկանիշ ինչ որ նոր 18 թվականին կամ անգամ 21 թվականին։ Իհարկե չունի այդ վարկանիշը։ Շատ ցածր է, եւ եթե ազնիվ արդար ընտրություն լինի, լրիվ այլ իրավիճակ է ստեղծվելու։ Արդյոք թույլ են տալու գլոբալիստները, որ Հայաստանում ազատ արդար ընտրություն լինի։ Իհարկե ոչ, դրա համար մոլդովական տարբերակով են առաջնորդվում։ Մոլդովական սցենարով կամ մոլդովական մեթոդոլոգիայով։ Եվ եթե գործի դրվեն այդ տեխնոլոգիաները, դա երկարաժամկետ իշխանություն կապահովի։ Այո։ Առնվազն չեն կարող գուշակություն անել ինչքան, բայց չբացառում եւս 5 տարով դժգոհ մասան մնում է, չէ՞, չի չեզոքացում։ Չի չեզոքացում, բայց դժգոհ մասան ոչ մի բան չի կարող անել։ Այսինքն իշխանափոխություն, հեղափոխություն չի կարող անել։ Չկա բացառված Հայաստանում բան այդ հասարակության պոտենցիալը ընդհանրապես մնացել ընտրատեղամասում քվեարկություն իրականացնելը վերջ հետընտրական գործընթացներ, հեղափոխություններ, փողոցային պայքարներ դրանք արդեն հեքիաթներ են։ Ամեն դեպքում պետք է գործ դրվի կանխարգելելու այդ տեխնոլոգիաների արդյունավետությունը Հայաստանում։ Չէ, հակառակը ամեն բան գործ պետք է դրվի սեփական խաղը խաղալու համար։ Դու չես կարող այդ տեխնոլոգիաները արգելես։ Դու չես կարող մտես մոլդովական սցենարի մեջ ու փորձես արգելել այդ տեխնոլոգիաները։ Այդ դա ամենատարածված սխալն են դիմադիրների մոտ, որ ասում են կամ մտենք ու ներսից կփորձենք ինչ որ, ասենք, այդ տեխնոլոգիաները թույլ չտալ աշխատելու չեք կարող, որտեղ դուք չեք տեխնոլոգիաների աշխատացնողները ու դուք չունեք այնքան պոտենցիալ, որ դա կանխեք։ Անդիմության միակ ուրեմն ձևը մնում է ուրիշ խաղ խաղալ, ուրիշ սցենար մշակել։ Այդ սցենարին երբ պետք է սկսեն պատրաստվել։ Արդեն ուշ չի դրա համար։ Չէ, ուշ չի, բայց անես չի, ինչքան ժամանակը գնում է, այնքան ավելի ուշանում է։ Ասած ասենք, պետք է պատրաստվել Մոլդովայի ընտրություններին հաջորդ օրվանից, երբ որ հասկացան, որ Եվրոմիությունը բնականաբար այլևս այն ժողովրդավարության բաստիոնը բանը չի, էլ ասենք այն տարածաշրջանը չի, որի ժողովրդավարությունը տարածում ամբողջ աշխարհում մեկ։ Երբ որ Մոլդովայի ընտրությունները բաց այդ կեղծիքով սարքեցին Մայսանդուին աջակցող կուսակցությանը սարքեցին ուրեմն պարլամենտում մեծամասնություն եւ Ռուսաստանը պարտվեց այդ պայքարում, արդեն պետք է հասկանան, որ ուրիշ մեթոդոլոգիա պիտի կիրառեն, բայց ոնց որ հասկանում են, Հայաստանի դիմությունը ցանկություն չունի պայքարելու։ Ես ստացվում այնպես, որ Հայաստանի իշխանություն պայքարում է իշխանություն մնալու համար, ընդդիմությունը պայքարում է ընդդիմություն մնալու համար։ Տպավորությունը այդպիսին է։ Այո։ Պարզ է, շնորհակալ եմ։